Բարդ Տիրոջ, ժողովուրդ ջան, շնորհակալ ենք Տիրոջից, իրոք իրան սահման սիրով ողորմության համար։ Այո, երանություն է երկին գնալը, երանություն է Քրիստոսի հետ ապրելը։ Այս երկրի վրա ամենաթանկ բաներից մեկ ինձ համար, երբ որ Տերը այցելում այնց, երբ որ Տերը այցելում ու դու ամեն բան մոռանում ես, դու ամեն բան մոռանում ես, երբ որ կարդում ենք Եսայի 58-ի մեջ գրված ասма, նա մեր բոլոր ցավերը իրա վրա վերցրեց։ Երբ որ Տեր այցելում է մարդուն, մարդու համար այս աշխարհը զրո է դառնում ժողովուրդ ջան։ Երբ որ Տեր այցելում է մարդուն, մարդու համար այս աշխարհի մեջ էլ ոչ մի բան չի հետաքրքրում։ Երբ որ ես վերջերս աղոթք էի անեմ, անկեղծ եմ ասեմ, խոստովանություններ կարող է համարվի, կարող է քարոզեմ, իմ համար եմ ասեմ, կարող է խոսեմ, կարող է ծառայեմ, բայց ներսս ծառավ էր Տիրոջը, ներսս կարոտած էր Տիրոջը, ամեն օր ուզում է իր ներկայությունը վայելել, ամեն օր ուզում է իր քաղցրությունը ճաշակել, ամեն օր էդ էր իմ փափագը, ես անկեղծ եմ ասում դա։ Շատ հին հոգիներ կան, որ իմ տարիքից էլ մեծ տարիք ունեն հոգևոր կյանքի մեջ, ինչքան լավ էր, որ Տերը այցելություն էր անում, և առաջվա մարդիկ միշտ ասում են, չէ, այցելվել եմ ես, Տերը այցելում էր, Տերը այցելում էր և մարդու մեջ մի ուրիշ խաղաղություն էր գալիս, մարդու մեջ մի ուրիշ քաղցրություն էր գալիս, այո, եղբայրը հիշեցրեց, ճոխ սեղանների շուրջ, մարդիկ սոված պիտի մնան, մարգարեն էլ հիշեցնեմ, և վերջի ժամանակ սով պիտի լինի, ոչ թե հացի սով պիտի լինի, ոչ թե ջրի ծարավ պիտի լինի, այլ հոգու սով պիտի լինի, ազամարտիկ պիտի նղավեն, երկրի երկիր պիտի գնան, որպեսի Տիրոջ խոսքը լսեն, բայց մոտ ա խոսքը քեզ, քո սրտին, քո շուրթերին, եթե սիրտդ բացես, Տեր այցելություն կանի, քո հետ խնջույք կանի, գիտեք, երկու երևույթ է կատարվում մարդու կյանքի մեջ, երբ որ Տեր այցելություն անում մարդու, երկու երևույթ, երբ որ Եսային հանդիպեց 5-6 գլխի մեջ ագրված, Եսային ինչ ասեց, ես պիղծ մարդ եմ, երբ որ Տերը հանդիպեց Եսային, և պղծաշուր ժողովրդի մեջ եմ բնակվել, ճանաչեց մարդն ինքն իրան, և երբ որ հայտնությունն են կարդեմ, Տեր ինչ ասեմ, ահա ես քո սրտի դռան մոտ կանգնած եմ, և թակում եմ այն, եթե բացես, ներս պիտի մտնեմ, և ընթրիք պիտի անեմ, ոչ մի ընթրիքի տեղ, ոչ մի խնջույքի տեղ, սուկ չի լինեմ, դեղ ցնծություն լինեմ, դեղ ուրախության արդյունքներ են լինեմ, դեղ ցնծություն լինեմ, լեցունություն լինեմ, և երբ որ Տեր այցելեց, այս խոսքը տեսեք, ուզում եմ կիսվեմ ձեզ հետ, Երեմիա 15 գլուխ 16 խոսքից պիտի կարդամ, քո խոսքերը գտնվեցան, և ես կերա նրանց, և քո խոսքը ինձ համար սրտի ցնծություն և ուրախություն եղավ։ Երբ որ կարդում ենք Հովհաննես ավետարանի մեջ, առաջի գլխի մեջ, ասма սկզբում էր բանը, և բանը Աստված էր, և բանը մարմին դառավ, 14-ի մեջ արդեն գրում է խոսքի, և մեր մեջ բնակվեցավ, և նա կյանքն էր ասма, մի հատ երգ ունենք չէ հետաքրքիր ասма, կյանք ես ուզում, կյանքն է ինքը մեր Տերը, ջուր ես ուզում, ջուրը ինքը մեր Տերը, հաց ես ուզում, հացը ինքը մեր Տերը,
տուն ես ուզում, տունել ունի մեր հայր Աստված։ Նա ամեն բան ունի, նա մեկ ամբողջ լիությունը կա։ Դավար որ Տեր այցելում է, մարդու համար էլ ոչ մի բան, հետաքրքիր չի լինը։ Մարդու աչքին էլ ոչ մի բան չի գալիս, ինքը և իր Աստված, ինքը և իր Տերը։ Մատթոոս ավետարան 13-րդ գլխի մեջ գրված է։ Ասում է, և փշերը խեղդեցին այդ խոսքը և անպտուղ արեցին։ Բայց երբ որ խոսքն է քու մեջ թագավորեմ և բարձրանեմ, այդ փշերին ա խեղդեմ այդ խոսքը։ Եվ հոգով ասում է մարմնի գործեն ինչ անի մարդը, սպանի։ Եվ որ Տիրոջ խոսքը գալիս է, Աստված այցելություն անեմ։ Եվ ասում է, երբ որ կարդում ենք Ելիս գրքի մեջ է, չեմ սխալվեմ, ասում է, և Տերը որոշեց իր ժողովրդին այցելություն անել։ Եվ Տերը որոշեց, շարունակության մեջ տեսեք ինչ օրհնյալ խոսքեր ասեմ, ինչ օրհնյալ խոսքեր ասեմ։ Քո խոսք ինձ համար սրտի ցնծություն, ուրախություն եղավ։ Երեմիա 15-ից, որովհետև քո անունը կանչված է ինձ վրա, ով Եհովա, զորած Աստված։ Քո խոսքը որովհետև կանչված է այն վրա, ես գիտեմ, որ քո որդին եմ։ Դու երկինք ես նայեմ, դու աղոթք ես անեմ, և դու վայելում ես Տիրոջ ներկայությունը, և դու տեսնում ես, որ դու իրա որդին ես, և նա քո Աստվածն է, բայց երբ, շարունակության մեջ ասում է առաքյալը, երբ է դա կատարվեմ, այո, եղբայրը հիշեցրեց այսօր, մարդիկ արհեստական զվարճություններ են առաջացնեն, որպես իրանց հոգու ներքնաշխարը, ինչ անեն, դատարկությունը լցնեն, արհեստական է այդ ամեն ինչ, գիտեք, դա բնական չի, բնականը մի դեպքում է, Աստծո ներկայությունով ալինը, և որ դուք շատ լավ գիտեք ինձանից էլ 2-3 անգամ տարիքով եք, առաջ մարդը կարող է ոչ մի բան չուներ, բայց ուրախություն ուներ, և ուրախությունը կախված է, որ ինքը Տեր ունի, այսօր մարդը կարող ամեն բան ունի, բայց նրա մեջ տրտմություն կա, նրա մեջ տրտմություն կա, լեցունություն չկա, այս ասում է, ես չնստեցի ծիծաղողների ժողովքում և չզվարճացա, քո ձեռքի պատճառով առանձին նստեցի, որտեղ բարկությունը լցրել էր ինձ, ինչու է իմ ցավը մշտեն ջենավոր և իմ հարվածը անդարմանելի, որ չի ուզում բժշկվել։ Եվ արդեն Տերը պատասխանում է 19 խոսքից շարունակության մեջ։ Սրա համար, այսպես է ասում Տերը, եթե դարձի գաս, ես քեզ ետ կբերեմ։ Եթե դարձի գաս, ես քեզ ետ կբերեմ։ Իմ առաջ կկանգնես, տեսեք ինչ օրհնյալ բաներ ասի։ Եվ որ դու աչքերդ փակես, դու Աստծո առաջ կկանգնես, կվայելես իր ներկայությունը, կլսես նրանից։ Եթե պատվականը անարգից զատես, իմ բերանի պես կլինես։ Եթե պատվականը անարգից զատես, այսօր մարդ ուզում է համ աշխարհին հաճելի լինի, համ Աստծուն հաճելի լինի։ Այսօր մարդ ուզում է Աստծո խոսքը իրան հարմարացնի, բայց Աստծո ուրախությունն ու ցնծությունը կախված է, երբ որ դու ես հարմարվում Աստծո խոսքին, երբ որ դու ես խոնարհվում Աստծո առաջ, երբ որ խոսքը քո մեջ այո եւ ամեն ես ասեմ, եւ Աստծո խաղաղությունը, եւ Աստծո ցնծությունը քո մեջ լեցունություն է տալիս, քո մեջ ուրախություն է տալիս, քեզ այցելեմ Աստված, եւ դու ասում ես, ինչպես Դավիթն ասեց, ասում ավելի լավ է մի օր քո տան մեջ գտնվել,
մի որ քո տան մեջ գտնեմ, քանց հազարները աշխարհի սրահների մեջ։ Այդ ժամանակ մարդը գնահատում է հավաքույթը, գնահատում է Աստծո խոսքը, գնահատում է, որտեղ գիտի, որ առանց Աստծո, եւ առանց Աստծո խոսքի ոչ մի բան չես կարող անես։ Երբ որ կարդում ենք Սաղմոս 4:7 խոսքի մեջ ագրված, ասում է դու իմ սրտին ցնծություն եւ ուրախություն տվիր, ցորենի եւ գինի առատությունից էլ առավել։ Աստված մարդու սրտին ցնծություն է տալիս, ցորենի եւ գինի առատությունից էլ առավել։ Սենց ասենք այդ եպանա, ասենք մի պարկ կարտոշկա ցանել, ինքը մտածում է թե 5-ը պիտի հանի, բայց հանում է 15-ը։ Ինչքան է ուրախանում, չէ՞ այդ մարդ իր աշխատանքից։ Պետական աշխատողը կարող է մտածում է իրան 100,000 պիտի տան, ավանս են տալիս մի 50,000։ Ասում է դու ինձ ցորենի գինի առատությունից է առավել ցնծություն տվեցի, որտեղ որ մարդու աչքեր չի գալիս, թե իրան ինչ առատություն ունի։ Մարդու աչքը գալիս է մի բան, երբ որ ինքը Տերը ունի, երբ ինքը Աստված ունի։ Բերեք մենք մեզ չցավազրկենք այս աշխարհի զվարճությունով, իսկական ուրախությունը եւ իսկական ցնծությունը դա միայն մի դեպքում է Աստծո ներկայությունով, իր խոսքի հայտնությունով, երբ որ դու ցնկես գալիս եւ Տերը քեզ այցելություն անում։ Թող փառավորվի իր անունը, գանք աղոթքի ժողովուրդը, որով աղոթենք, որ Տերը մեզ այցելի, իր ողջով այցելի, որ մեր դատարկությունը լուծվի, մեր դատարկությունը մենակ մի դեպքում լուծվի, երբ որ ինքը գալիս է մեր կյանքի մեջ, բարիք ենք տալիս քեզ։ Դու ես մեր ուրախությունը։ Բարիք ենք տալիս Տեր, բարիք ես Հիսուս